Մերանը կարող է դառնա քացախ, Արցախը պետք է մնա հայկական։ Ստով հնարավոր չի պայքարել արդարության համար։ Ժողովուրդը իրան մանդատատվե, որ ինքը Արցախը հանձնի, ձեր ասելով։ Ձեզ անվանեցին ռուսական ՖՍԲ-ի ագենտ։ Երկուսի թևն էլ կտրելու է։ Վախը Նիկոլի հիմնական զենքն է։ Ինքն էլ է հանցագործ դարձել այն պայից սկսած, երբ որ ինքը գործարքի մեջ է մտել, համաձայնել է, որ դու տուր ինձ 10,000 դրամ, չէ, ես կընտրեմ Պողոսին։ Որպես ընտրող, չկողմնորոշված ընտրող, կանչում եմ տարբեր հյուրերին եւ նաեւ ձեզ հասկանալու ըստ ձեր ծրագրերի, ինչու մենք ընտրողներով, ըստ չկողմնորոշված ընտրողներով պետքա ձեն տանք ձեր կուսակցությանը։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ես կարծում եմ, որ մենք շատ բաց ենք այդ իմաստով, որ համեմատելու շատ հնարավորություններ կան։ Եվ եթե պլյուսներով պետք է ասեմ, ես ուզում եմ ասել, որ այսօր 19 գրանցվել է, մեկը բացակայել, 19 ուժերի մեջ Լուսավոր Հայաստանը մի ուժ է, որը առաջին հերթին փորձառու է։ Այսինքն չի գալիս մարդկանց վրա փորձեր անելու։ Լուսավոր Հայաստանը բնական ճանապարհով է ստեղծվել։ Այն ստեղծվել է գաղափարական հենքի վրա, մարդիկ հավաքվել են, աշխատել են, նախաձեռնություն են ստեղծել, հետո էլի են աշխատել, դարձել են կուսակցություն այդ նախաձեռնությունը։ Այն չի ստեղծվել որևէ կապիտալի շահ սպասարկելու, չի ստեղծվել որևէ պրոքսի գործողություն անելու, այն ստեղծվել է զուտ գաղափարական հենքով ուժ, որը որ պետք է Հայաստանի արդիականացման ուղղությամբ աշխատանք տանի։ Դա 15 թվականն էր։ Եվ ամենահաջողակ ուժն է եղել այդ տարիների ընթացքում, որովհետև եթե դուք նայեք 15 թվականին մենք ստեղծվում ենք, 16 թվականին Վանաձորի ընտրություններում հաղթում ենք, մանդատագողությունա տեղի ունենում այնտեղ, 17 թվականին ելք դաշինքով մտնում ենք պարլամենտ, եւ առանց մեզ չէր կարող ելքի որևէ ուժ մտնել պարլամենտ, ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ Արամ Զավենի Սարգսյանը, այսինքն մենք եղել ենք ելք դաշինքի ամենաուժեղ ուժը, որովհետև իրանք էլ էին թիմերին մասնակցել Նիկոլ Փաշինյանը եւ ջախջախվել էին։ Մենք էինք հաղթող ուժը։ Հանրապետությունը ընդհանրապես որևէ բանի չէր մասնակցել այդ ժամանակ։ Եվ մենք մտնում ենք պարլամենտ։ Պարլամենտում մենք եղել ենք լավ ընդդիմություն, որից հետո սկսվել է հեղափոխություն է եղել, ցրվել է պարլամենտը։ Մենք մեր ճանապարհները բաժանվել են ԿՊ-ի հետ։ Մենք եղել ենք շատ ուժեղ ընդդիմություն այն պահին, որ ընդդիմություն լինելը եղել է անեծք։ Բարիս բուն իմաստով եմ ասում, անեծք է եղել, ինչու։ Երբ որ բնակչության 83%-ը սիրում է իշխանությանը, դու սեր կար արդյոք։ Հա, աղոթում էին նկարի մոտ, ոնց չէ։ Դա ընկերներից մեկը կատակոներ ասում էր Նիկոլը Պսորիազա բուժում։ Ես անմիջապես հեղափոխությունից հետո եմ ձեզ ասում։ Եվ այդ ժամանակ մենք ընդդիմություն ենք եղել պարլամենտում, որը ես որ պատմեմ ձեզ ինչ հարցակումների են ենթարկվել, որ չեմ ասում եմ շատ ինչ որ բարձ բան է, որ օրինակ գույքահարկը պետք չի թանկացնել։ Դուք սխալ եք անում, այսպես քննադատում եք, դու այլանդակ մի հատ հարցակման տակ էի հայտնվում։ Եվ դե հետո արդեն պատերազմն է լինում, հետո կոവിഡ്, այսինքն կոവിഡը հետո պատերազմը եւ նոր պարլամենտում մենք չկանք։ Մենք հիմա ժողովրդին ինչ ենք ասում։ Մենք ասում ենք այն պարլամենտը, որը որ դուք ունեք, համեմատեք նախորդ պարլամենտների հետ, համեմատեք մեր մասնագիտական կարողությունները, այնտեղ եղած մարդկանց մասնագիտական կարողությունները, իրենց խոցելիությունը, մեր անխոցելիությունը եւ այդ ձևով գնահատեք։ Եթե իշխանությունը փոխվելու է մի շարք ուժերով։ Այդ մի շարք ուժերի մեջ եթե մենք լինենք, մենք կարող ենք լինել դրանց մերանը, որ մածուն են մերում, չէ՞։ Մերանը կարող ենք լինել, որովհետեւ մեր մոտեցումները օգնելու են, որ ձևավորվի դեմոկրատական իշխանություն, հանկարծ նախկին բարքերը իդ չգան եւ հանկարծ որևէ ձևով նաեւ երկիրը չդառնա, բայց կանխավախ կա, կարելի է ասել, որ մերանը կարող է դառնա քացախ, այսինքն գինին ձեզանով ոնց որ գինուց դառնա քացախ, քանի որ դուք եղել եք ոչ միայն իրանց հետ համագործակցող, այլ նաև եղել եք մաս տարբեր ծրագրերի, նույն ծրագրի Արցախի հանձնման ծրագրի, երբ որ եղել եք իրանց կառավարության մաս։ Արցախի հանձնման ծրագիր Հայաստանում երբևէ չի եղել, որ մենք դրա մասը լինենք։ Չէ, փաստացի չի եղել։ Կարանք խոսանք դրա մասին, բայց Արցախի հանձնման ծրագիր չի եղել։ Եղել է ծրագիր, որ Արցախը պետք է մնա հայկական։ Այդ ծրագրի համար Հայաստանի ժողովուրդը 54% ձայն է տվել Նիկոլ Փաշինյանին։ Մենք այդ ծրագրի շուրջ ենք մեր ներդրումը ունեցել, որ այդ ծրագիրը կյանքի կոչվի։ Այդ ծրագիրը կեսից փլուզվել է եւ երբ որ պայքար չի եղել, չենք պայքարելու, որոշվել է որ չենք պայքարելու, որ շտկենք,
Մենք ասել ենք, մենք պայքարելու ենք ու մենք հրաժարական ենք, թե դուրս եկե։ Այսինքն տեսեք, այդ քաղաքական բաները, այդ կլիշեները, բաները, որ sense ծրագիր Արցախը հանձնելու բան, դա մի խոսույթ է։ Իրականությունը ոնց որ կա, դա մեկ այլ խոսույթ է։ Դե իրականությունը Արցախ չունենք։ Ինչն է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ամենաշատ ձայնը ունի։ Այն, որ իր դեմ պայքարողները ստով են պայքարում։ Ստով հնարավոր չի պայքարել արդարության համար։ Եվ որ սուտ են խոսում։ Կոնկրետ սուտը ո՞րն է։ Դե կոնկրետ սուտը այն է, որ օրինակ եղել է կառավարությունը ունեցել ծրագիր Արցախը հանձնելու։ Այսինքն հայ ժողովուրդը ընտրել է մի իշխանության։ Նիկոլը ուներ այդ ծրագիրը։ Նիկոլը ընտրվել է, չէ՞, 21 թվականին, պատերազմի պարտությունից հետո։ Այսինքն հայ ժողովուրդը իրան մանդատը որ ինքը Արցախը հանձնի, ձեր ասելով։ Դե փաստացի տենց է ստացվում։ Փաստացի տենց չի ստացվում, որտեվ իր մանդատը եղել է Արցախը հայկական պահելու մասին։ Եվ ինքը չկարողացավ դա անել։ Չկարողացավ դա անի, չկարողացավ դա անի, հիմա ինքը ունի դրա համար հազարամի պատճառներ բերեմ, մենք ասում ենք, ստես սխալես, այնտես սխալես, այս sense չի, այնպես չի։ Ինքն էլ իր հերթին է իր սուտը ասում։ Բայց չի կարելի էլի երկու կողմերը ստով կռվում են։ Եվ այդ ստի արդյունքը էլի ինքը բանա ավելի շատ կա, քան պետքա լիներ։ Ինչն է պատճառը, որ չի կարելի շատ սուտ լսնել դաշտ։ Շատ սուտը խանգարում է իրականությանը։ Երբ որ շատ սուտ ես լսնում, իրականությունը հետևյալն է։ Նոյեմբերի 9-ի երակոմ համաձայնագիրը հայտարարություն էր։ Փլուզվել է։ Եվ դրա համար չկա Արցախը։ Ով է մեղավոր, որ դա փլուզվել է։ Նիկոլը մեղավոր է։ Ես կարծում եմ այո։ Ալիևն էլ դեռ դեր ունի, միանշանակ ունի։ Ամեն ինչ այլ է որ։ Ռուսները դրա որպես երրորդ կողմ որոշակի դերակատարություն ունեն, վստահաբար ունեն։ Ով է ում վրա գցել այդ խոսակցությունը։ Դե Նիկոլը սա գցել է ռուսների վրա։ Սա իրանք են մեղավոր։ Okay, նախկինների ռուսների ման։ Դա օբյեկտիվ իրականությունն է, չէ։ Դրա մեջ կան որոշակի իրական բաներ, վստահաբար կան։ Այսինքն այտենց բան չէ, հեշտ չի, սև ու սպիտակ չէ, որ ասեն սևը այստեղ սպիտակ։ Տենց չի, ոչ մի հարց այդպեսին չի։ Այդ դա է պատճառը, որ ինքը այսօր ամենաբարձր ռեյտինգ ունեցող քաղաքական գործիչն է Հայաստանի քաղաքական գործիչներից, եւ ամենաշատ ձայնը ունի։ Շատերը հիմա կասեն դա վարչական ռեսուրսի խաթերա չէ, եղբայր գնացեք գյուղ մարդկանց հետ շփվեք, Երևանում էլ շփվեք, տեսեք։ Դա երևի մարդկանց դժվար է բացատրել, որ այն ճանապարհները, որոնք իրանք ունեն, իրանք Նիկոլի ջեբից դա չունեն, այլ պետական բյուջեից ունեն։ Չէ։ Դուք ուզում եք ասեք, որ մենակ պետական բյուջեի աշխատողներն են Նիկոլին ընտրում։ Ոչ, եւ մարդիկ, որոնք ստանում են ընտրակաշարք ճանապարհների տեսքով, ֆիկտիվ թոշակների բարձրացման տեսքով, այդ չկայացած առողջապահության ռեֆորմով, որը ծանր բեռով բարկում է նաև բուժաշխատողների։ Ցանկացած ծրագիր, որ կառավարությունն իրականացնում է, իշխողուց ցանկացած, ինքը դա ծառայեցնելու է իր էլեկտորալ հնարավորությունները մեծացնելու համար։ Հա, բայց հատուկ ընտրություններից առաջ։ Հատուկ ընտրությունից առաջ նաև։ 8 տարի ոչ մի բան չանես։ Այո, հատուկ նաև ընտրությունից առաջ։ Ինքը ծառայեցնում է իր էլեկտորալ հնարավորության համար։ Այդտեղ բնականաբար մեղադրանք կա, որ դա ադմինիստրատիվ ռեսուրս է, բայց դա է կյանքի դասավորությունը։ Եվ իր ձեռքին է այդ լծակները, դրա համար parlamentum պետք է լինի օպոզիցիա, որը կարողանա այդ խնդիրները նես դնել, որ ինքը չկարողանա դա վաճառել ժողովրդի վրա, որպես իր հոր տնից բերած լավություն ժողովրդին։ Okay, դե անեին, թող անեին, բայց ինչ եմ ասում, երբ որ իմացած ինչն է, երբ որ դու չարիքի դեմ փորձում ես ավելի մեծ չարիքով պայքարել, դու հաջողության չես հասնում։ Դու պետք է լինես ավելի լավը։ Հասկանում ես, սուտը ստով հնարավոր չի ծածկել։ Եվ այդտեղ շատ տենց բաներ կա, հիմա տեսեք, օրինակ, ես գնում եմ եթերների, ինչ որ եթերներում նմանատիպ բաներ են ասում, չէ՞։ Ես ստիպված սկսում եմ ճշմարտությունը ասել։ Երբ որ ես սկսում եմ ճշմարտությունը ասել, այդ ընդդիմադիր այսպես կոչված սուտը մի քիչ բրթել են կողմ, դրա մեջից պեղել, հանել մաքուր բաները, ճիշտը դասավորել, այդտեղ կարա տպավորություն ստեղծվի, որ ես ուրեմն պաշտպանում եմ նրան կամ նրան, չէ, կամ Նիկոլանց ստի պարագայում է, որ պաշտպանում եմ, ես կողմից ուսակարի կարող ես Քոչարյանին եմ պաշտպանում, չէ։ Ժողովուրդ, խնդրեմը հետեւյալի մեջ է։ Այդ ստի դոզան այնքան է, երբ որ դու ուզում ես ճիշտը խոսած, դուսակարի, որ ինչ որ դու ինչ որ մի կողմի շահերից ես խոսում։ Հետեւաբար, երբ որ դու ճիշտ քննադատես, ճիշտ թիրախավորես խնդիրները, դու կարող ես հաղթել։ Դու կարող ես խոսքդ տեղ հասցնել։ Եվ այդ ստի դոզայի մեջ ժողովրդին ինչ մեղադրես, որ ժողովուրդը չի կարողանում տարբերակել։ Վերադառնալով ստի թեմային, իմ հիշելով եւ անցած ուղի տեսնելով, բայց դեր ասած այդ որ քացախ կարա դառնա բան, կներեք, մենք Հայաստանի պատմության մեջ
երբեք իշխանություն չենք ունեցել։ Ժողովուրդը երբեք մեզ մանդատ չի տվել, որ Արցախը հայկական պահենք, երբեք մեզ մանդատ չի տվել, կոնկրետ Էդմոն Մարուկյանին հա չի տվել։ Բա Էդմոն Մարուկյանից ի՞նչն է քարսը։ Ձեզ մանդատը տվել է Նիկոլը, չէ՞։ Ահա, ինձ մանդատը Նիկոլն է չի տվել, դա էլ կա։ Դեսպան հատուկ Չէ, նշանակության։ մանդատ տալ նշանակում է ընտրել, ծրագիր ընտրել։ Ժողովուրդը ընտրել է այդ ծրագիրը։ Այդ ծրագիրը տապալվել է, հիմա պիտի տենանք ժողովուրդը հեսա էլ իրան ընտրելու է, թե չի ընտրելու։ Որ բա որ հանկարծ էլի ընտրի, այդ վաղտ ինչ եք ասելու։ Կոնկրետ ես ինչ եմ ասել։ Ընդհանրապես այդ ասողները։ Դա մի քիչ եթերային խոսքերը չեն, բայց ես ուզում եի վերադառնալ այդ ստի թեմաներին, համ անցած ուղիով, համ նույնիսկ վերցնելով համացանցում բաց տեղադրված նյութերից, դուք մինչև 18-ի հեղաշրջումը եղել եք բավականին ակտիվ ոչ միայն քաղաքական, իրավաբանական ոլորտում, մարդասիրական ոլորտում, որպես մարդու իրավունքների պաշտպան, սովորել եք արտերկրում, միշտ առաջ եք բրդել թեման, որ պետք չի լինել գավութ կամ ինչ-որ տենց բան, իսկ վերջերս ձեզ անվանեցին ռուսական ФՍԲ-ի ագենտ։ Ինձ շոկ չի անվանել ռուսական ՖՍԲ ագենտ։ Անվանել են իրավունքի կարծիքի հանրային կարծիքի ձևավորող իբր այդ իրանց ռուսական կանալների մենք դիմել ենք ԿՀ, իրենք ջնջել են իրենց գրառումները, որտեղ իրենք սուտ են խոսել։ Մենք մեր իրավունքը պաշտպանել ենք։ Դուք համարում եք ճիշտ է, որ այդպիսի մարդիկ պետքա դիտորդական առաքելություն իրականացնեն։ Մենք համարում ենք սխալ է, դրա համար դիմել ենք ԿՀ, որ զրկեն։ Խոսքը Դանիել Իոնիսյանի մասին եւ իր վճարվող տես կոչվող դիտորդական առաքելության մասին է, որը կողմնակալություն է անում եւ փորձում է ցեղ շպրտել ընդդիմական ուժերի վրա եւ պաշտպանելով Նիկոլ Փաշինյանի գիծը։ ԿՀ-ն չի զրկել, բայց գոնե մեր իրավունքը պաշտպանել եմ ինչ որ չափով։ Բայց հերքում չի եղել, ուղղակի ջնջել են։ Դե դա բավարար է, որ մարդիկ տեսնեն, քանի դա մամուլում կա, բոլորը գիտեն, որ ինքը ջնջել է, դա բավարար մեսիջ է, հուսով ենք, որ ժողովուրդը ֆիքսում է, որ այս մարդը սուտ էր ասում։ Բնականաբար այնտեղ իրանք ուրիշ բացահայտումներ ունեն, ինչ որ բաներ են բռնում բան, ես օքեյ եմ։ Որևէ մեկը, որ ընտրակաշարքա բաժանում, թող բռնեն, որևէ մեկը, որ ընտրակաշարքա վերցնեմ, թող բռնեն։ Երկուսի ցևն էլ կտրելու է։ Փոխաբերական իմաստով եմ ասում։ Ով որ օգտագործում։ Էդ էլ էլի, հա, դա բարձա, հա ինքը ԿՊ-ի դեմ էլ է հաղորդում տալի իբր որ բան ասում է։ Այսինքն դեպքի մասին իրանք փորձում են ցույց տալ, որ իրանք օբյեկտիվ են, նայ, իրանք ԿՊ-ի դեմ են հաղորդումներ տալի։ Չեն տալիս։ Չէ, տալիս են, տվել են։ Օրերս Մարմարաշենում տեղի ունեցավ ահավոր վատ միջադեպ, երբ որ երկրապահի ԿՊ-ական անդամները ծեծեցին բարից բուն իմաստով մինչև հիվանդանոց հասցրեցին հղի կնոջը, մի հատ երիտասարդին եւ քմփեին իրականացնող մարդուն։ Ոչ մի քրեական գործ, ոչ մի վարույթ չկա։ Ես այսօր հատուկ հայտարարությամբ հանդես եմ եկել, պահանջել եմ անհապաղ մարդկանց վերաբերյալ կոնկրետ գործողություններ, ձերբակալություն, կալանքի տանել, պատժի խուսափելիության սկզբունքին հետևողական լինել։ Բնականաբար մեր սոլիդարությունն ենք հայտնում ցանկացած ընդդիմադիր ուժի, ով որևէ տեղ կռվի մեջ հանգեցեց, ակերը, չգիտեմ, բռնության է ենթարկվել բան։ Բռնության լեզուն անընդունելի է, սկսենք։ Բնականաբար մենք դա միշտ ենք մերժել, մենք դա մերժել ենք դեռևս այն Սերժ Սարգսյանի ժամանակ դրանից առաջ որպես իհապաշտպան։ Այսինքն այս իմաստով երկրորդ կարծիք գոյություն չունի։ Կարող է այդ ուժին մենք բացարձակապես կյանքում հետները չենք համագործակցի, կյանքում ոչի բան չենք անի, բայց դա կապ չունի։ Կարծիքի արտահայտման համար շատ լավ բան կալես, ես կյանքս կտամ քո կարծիք արտահայտելու համար, բայց ես դրա հետ համաձայն չեմ։ Հիմա մենք կարող համաձայն չլինենք, ինչ Քարոզար Շավեն անեմ, ոնց են անում, երբ են եւ այլն, բայց չի կարող նման բաներ տեղի ունենալ Հայաստանում։ Այլ մենք ինչ ենք ասում, որ դուք ասում եք, ասում մերան մարդիկ վախեր ունեն, որտեվ նախկինում ընտրությունները կեղծվել են։ Մարդիկ վախեր ունեն, որ այդ բարքերը կվերադառնան։ Մենք ասում ենք, որ իշխանությունը փոխվի։ Մի վախեցեք, դա թույլ չենք տա, որ այդ բարքերը վերադառնան։ Էսա բան է, էլի։ 21-ին չեն կեղծվել ընտրությունները։ Կեղծվել ասելով ինչ ենք հասկանում։ Ազդեցություն չի եղել ընտրությունների վրա, որ ընտրողները ընտրական տեղամասերում ընտրողի ձայները հասել է տեղ։ Նայեք, ընտրությունների կեղծել տարբեր մակարդակներ կա։ Կա մակարդակ, օրինակ քարոզարշավում դու անհավասար պայմաններ ունես։ Դա միշտ է տենց եղել մեր հետ։ Կա իրավիճակ, որ երբ որ քեզ ընտրել են ինչ որ 50 հոգի քո ձայները վերցնում են դրում են Պողոսի ձայների վրա, դա կեղծել է։ Որտեվ հետո արձանագրությունը պետքա կեղծեն։
Կա իրավիճակ, որ քո ձայները, որոնք քվեատուփի մեջ են, գալիս են, վերցնում են, գողանում են, տանում են ուրիշ ձայներ են բերում դնում տեղը։ Նման բաներ, օրգան քվեատուփ գողանան կամ բան, չկան արձանագրված եւ ամենասուր ընդդիմադիրները ճանաչել են ընտրությունները։ Երբ որ լուսեր էին անջատում։ Հա, իրանք ճանաչել են այս ընտրությունները։ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը ճանաչել են, մանդատները վերցրել են։ Հանձնաժողովներում հիմա օրինակ երկու ֆրակցիաներ ընդդիմադիր յուրաքանչյուր ունեն երկու տեղ։ Քոչարյանի ֆրակցիան եւ Սերժ Սարգսյանի ֆրակցիան 2-4 տեղ իրանք ունեն բոլոր հանձնաժողովներում։ 2000 հանձնաժողով կա, տեղամաս ունեն։ Դրան գումարած կան վստահված անձեր, տարբեր քաղաքական ուժերի։ Մենք եք ունենանք, բայց ոչ այդ քանակի։ Եվ նաեւ շատ տեղերում, եթե չեմ սխալվում, 300 ընտրողից բարձր բոլոր տեղամասերում հերարձակում կա։ Դու on-line կարող ես նայել։ Հա, process-ը։ Եթե կամերան չի փչանում։ Այսինքն սա այն թվերը չի։ Դեռ մենք չունենք իրավիճակ, որ ընտրություն կեղծված լինի, բայց այդտեղ կարևոր հանգամանք կա։ Կարիք չեն ունեցել կեղծելու։ Այ որ կարիք ունենան կեղծելու։ Այդ ժամանակա պետք է տենալ, իրանք չեն կեղծում թե չէ։ Կարևոր բան կա, ասում է, երբ է երևում, որ դու բարեվարկությունը պահում ես, integrity ունես, որ գիշերը ժամը 4-ին ոչ մի կամերա չկա, ոչ մի բան չկա, կարմիր լույս է, դու կանգնում ես, թե քշում գնում ես, որտեղ գիշերը մարդ չկա։ Կանգնում ես։ Այ բարեվարկությունը տեղ է երևում։ Հիմա երբ որ կարիք չի եղել կեղծելու, չեն կեղծել, ես դա չեմ հաշվում, որ չեն կեղծի։ Մի օր կգա օրը կտեսնենք։ Կարծիքը տարբերվում է, որտեվ ես եղել եմ դիտորդ, տեսել եմ եւ փող բաժանել եմ տեսել եւ վարչական ռեսուրս օգտագործել 21-ի մասին եմ ասում։ 21-ին ԿՊ-ն փողեր բաժանում։ Այո։ Իր տասովշիկների, որոնք ոնց որ ասած ժառանգություն են մնացել։ Հա։ Ու ստացել են իրենց։ Հաղորդում տայք եղբայր հիմա տվել ենք, բայց մեր հաղորդումը չեն ընդունել։ Օրինակ փող բաժանելու ես դեպ գիտեմ Արմավիրի, որ պատիվ ունեմ դաշինքներ բաժանը, բռնել էին մարդադատված։ Դե որտեվ պատիվ ունեմ ներ, ոչ թե իմ համար տարբերություն չկա, նայեք, ով է փող բաժանողը, այդ չարիքը, այդ քաղցկեղը պետքա մաքրվի մեր մեջից։ Պետքա դա հանվի համակարգային ձևով։ Եվ ես կարծում եմ, որ որևէ պարագայում չի կարելի թույլ տալ, որ դա այսինքն երբ որ քաղաքական գործիչը, որը հանդիսանում է իշխող ուժի ներկայացուցիչ, պարգևավճարների ցուցակ է ստորագրում ընտրություններից առաջ այն մարդկանց, ովքեր որ պետք է որ չստանային այդ պարգևավճարները, դա ընտրակաշարք չի։ Դա դասական իմաստով բնականաբար ընտրակաշարք չի։ Ընտրակաշարքն այն է, որ դու գաղտնի փող տաս մեկին, գաղտնի եւ ասես գնա ընտրի ես ինչին, նայ որևէ ստուգման մեխանիզմ դնես, որ 100% իմանաս ինքնա քեզ ընտրել ամ։ Դե մենք արդեն քանի տարի է համոզում ենք մեր քաղաքացիներին, որ ոչ մի ռեալ ստուգման մեխանիզմ չկա, որ իրենք կարան նույնիսկ եթե իրանց ստիպում են, ծեծում են, չգիտեմ ինչ, ասում են գնացեք ընտրեք, ես ինչ ուժին կապ չունի, որ ուժին, ընտրախուցում իրենք մենակ են, իրենք կարող են ընտրել ում որ իրենք ուզում են իրանց խղճի։ Մարդիկ գիտեն դա եւ մարդիկ տենց էլ ընտրում են։ Մի անհանգստացի։ Եթե մարդիկ որոշեն անհանգստացնում։ Եթե մարդիկ որոշեն որ Նիկոլ Փաշինյանին չընտրեն, չեն ընտրի։ Բացարձակ մի բան։ Այսինքն նայեք, այս քննարկումն ինչի մասին է, որ իբր ընտրությունները կեղծվում են եւ ժողովրդից բան կախված չի։ Եվ դուք ես քննարկում գիտեք ինչ կարող կանեք։ Կարակ ժողովրդին ուղակի դեմոտիվացնեք, որ գնա ընտրական տեղամաս։ Չէ, մենք մոտիվացնում ենք գնացեք։ Եվ եթե մոտիվացնես, պետք է ասես, որ քո ձայնից բան է կախված։ Եթե ինքը պետք է մտածի, որ իր ձայնից բան չի կախված, ինքը գնում է ինչ անի, պարապա ձեր համար ինչ է, այդ օրը Մեր համար չէ, ես չեմ ընտրվում։ Կապ չունի, ձեր համար էլ է, որովհետև երկրի կառավարման մասնակցելու հարց է։ Հիմա ես ես կոնկրետ ասում եմ, ընտրողը մտնի տեղամաս քվեարկի, այդ ձայնը տեղա հասնելու։ Այնտեղ մինչև այդտեղ հասնելը ով է փող տվե, ով է ում ինչ արե, բան մեկը մտավը թե ինքը ու իր խիղճը մնում են միայնակ, ինքը որ չուզենա ընտրի։ Չի ընտրի։ Իսկ եթե ինքը խուցում ոչ թե խղճի հետ է, այլ վախի հետ է, վախն էլ է խղճի մեջ մտնում։ Վախը խղճի մեջ։ Վախն էլ է իր խղճի մեջ մտնում։ Վախը Նիկոլի հիմնական զենքն է, ոնց որովհետև եթե ինքը վախենում է Նիկոլից, ուրեմն ինքը իր խղճի դեմ է գնում, իր խղճի շրջանակներում է։ Հիմա այդ մարդու խղճի ինչպիսին է, մենք դժվար չենք կարող այդ քննարկենք, բայց մեն ընտրողները բավականին բարձր գիտակցություն ունեն, ես ձեզ ասեմ, ընտրական process-ի վերաբերյալ։ Դա տարիների ինդիմադիր մեր աշխատանքի նաև արդյունքն է։ Մինչև 17-18 թվերը, որովհետև անգամ այն ժամանակ զանգվածային փող բաժանելով մեկ այդ փողի ծածկույթը գործոնը նվազեցվում էր մեր արշավով, որտեղ մարդուն որ բացատրում ես որ չեն իմանալու դու ես ընտրել, ինքը սկսում է դա չանել։ Ես ուրիշ բան եմ ֆենոմեն կարող եմ ասել, որ ինձ մարդ եմ տեսել, որ ինձ ասել է բարոյական չի փող վերցնել եւ չընտրել։
Ինքը մտածում է որ բարոյական չի խափել նրան ով որ փողա քեզ տեղ ասելա կընտրես Պողոսին մենք ոնց խափեմ ախպեր հասկանում ես եւ որ նաեւ օպոզիցիան ասում է փողով եկալ ես օքեյ խափի ուրիշին ընտրի դու այդ մարդու հաշվարկով դու անբարոյականություն ես քարոզում դու պետքա քարոզես փողը մի վերցրու դա է հանցագործություն դա է անբարոյականություն այսինքն շատ խորը բաներ կան շերտեր կան այսինքն կարմիր գծերը այդքան են խախտած որ մարդը փող վերցնելը չի համարում անբարոյականություն իսկ հանցագործի խափելը համարում է անբարոյ այո Որտե վերջին հաշվով ինքն էլ է հանցագործ դարձել էմպայից սկսած երբ որ ինքը գործարքի մեջ է մտել համաձայնել է որ դու տուր ինձ 10,000 դրամ չէ ես կընտրեմ Պողոսին եւ այդ համաձայնությունը այդ ինձ իմ մենք ասում ենք քանդի գնա ուրիշին ընտրի ինքն ասում է ոնց խափեմ ախպեր այդ մարդուն բան եմ պայմանավորվել եկեք մեկ անգամ հիշեցնենք մեր ունկնդիրներին որ համ կաշառք վերցնելը, համ կաշառք տալը, համ ինչ որ մանիպուլյացիաներ իրականացնել ընտրախուցում այդ քվեաթերթիկների հետ համարվում է քրեորեն պատժելի արարք եւ ցավոք սրտի եթե դուք զոհ եք այդ բռնությանը որ ձեզ ստիպեցին մեկը դուք քրեորի պատժելի եք եթե դուք չեք դիմում ոստիկանություն բրցում չկա դրա հանկարծ բռնվեցին եթե չեմ սխալվում 7 տարի է 5-ից 7 գնալու են ըստ բարդության այո ինչի ասա շատ կարևոր ախր մենք ինչ ենք ուզում մենք ուզում ենք ունենանք ժողովրդավարական կառավարություն չէ հիմա ժողովրդավարական կառավարման համատեքստում մեր սահմանադրության երկրորդ հոդվածն ասում է որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ընտրությունների միջոցով ազատ արդար թափանցիկ այնտեղ նշված է Հիմա որքանով է ազատ, որքանով է արդար, որքանով է թափանցիկ, դրանք հենց այնպես ներմուծված բառեր չեն սահմանադրական տեքստում, դրանք խորք ունեն, իմաստ ունեն, եւ մենք այդ կոմպոնենտները կարող ենք քննարկել, մենք հիմա դրանք ենք քննարկում, բայց վերջնա հաշվարկով ոնց են միջազգային դիտորդները դիտարկում։ Իրանք վերջում ասում են եղբայր, լսեք, եղել են SSSS խախտումները, սակայն դրանք ազդել են ընդհանուր ընտրության վրա, չէ, ժողովրդի կամ արտահայտության վրա, կամ չեն ազդել։ Մեզանում միշտ ասել են որ չեն ազդել։ Okay։ Էսա եղել։ Եվ ես կարծում եմ վստահ եմ գրեթե որ մարդու քվեարկությունը տեղը հասնելու։ Դա համար մենք կենտրոնացած ենք ձայնը հավաքելու վրա։ Նախկինում երկու հատ խնդրեմ ուներ ընդդիմությունը։ Մեկ պետքա ձայնը հավաքել, պետք է ձայնը պահեր։ Հիմա ձայնը պահելու վերաբերյալ իման հանգստությունները հնարավորինս բան են, էլի, քիչ են։ Այսինքն, եթե Նիկոլը չհավաքեց 50% եւ ավելին, ինքը սուսուփուս վեշերը կհավաքի կգնա։ Դա ուրիշ խոսակցություն է։ Ես ես ասում եմ արձանագրված ձայն է, որ արձանագրվի, եթե արձանագրվում է, հա, ինքը կարա ինչ որ բաներ անի, բայց մեծ հաշվով, այսինքն ինչ որ բաներ անի, բայց կարա փորձի այդ պահի որևէ բան անի, բայց ես կարծում եմ, որ ոչ մի իրավապահ մարմին չի ենթարկվի իրան այն պահին, երբ որ ԿՀ-ում երևում է, որ ինքը 50% ձայն չունի։ Նույն իրավապահ մարմինն է, որ իր հրամանով, այո, հենց այդ իրավապահ մարմինը, հա, WhatsApp-ով, հենց այդ նույն իրավապահ մարմինը, մարդածեցում, քաղաքական բանտարկյալները տպում տասնյակներով եւ այլն, հա։ Որովհետեւ իրավապահ մարմինը քայնդեր գիտի, որ իշխանությունն ինքն է, հա, իրան է ենթարկվում։ Հենց զգաց, որ իշխանությունը տակից փախավ, չէ, էլ չի ենթարկվելու։ Եվ դա կարա լինի փողոցային ցույցերով, կարա լինի էլեկտորալ բանով։ Լավ միտքը շարունակենք, ասելով, որ իշխանությունը ոտերի տակից փախավ։ Դուք գալիք ընտրություններին հավաքում եք ինչ որ անցողիկ շեմա հաղթահարում եք եւ այլն եւ մնացած ընդդիմադիր ուժերի հետ միասին սցենար են քննարկում։ Դուք կոալիցիա կկազմեք։ Մենք հարցին չենք նայում կոալիցիա կազմելով, մենք կազմում ենք երկու փուլանի բանաձևով։ Առաջին փուլում կոմպրոմիսային վարչապետ ենք ընտրում, կարող ընդհանրապես կարիք չլինի կոալիցիա կազմելու, զուտ իշխանությունը փոխելու համատեքստում, եւ յուրաքանչյուր ուժ կարող է իր ներդրումն ունենալ ապագա կառավարության մեջ։ Սա մեր գաղափարն է։ Երբ որ մենք ասում ենք կոմպրոմիսային վարչապետ, մենք նկատի ունենք, որ ընտրություններին մասնակցող այս ուժերը, որոնք կանցնեն, իրենք պետք է իրանց էգոիզմը դնեն մի կողմ, ինչ որ մարդկանց անուններ դնենք սեղանի վրա, եւ այդ մարդկանց անունները քննարկենք, ով կարող է լինել գործադիր իշխանության ղեկավար, մեր աշխատողը, ժողովրդի աշխատողը եւ մենք իր հսկողը, որ պահին ինքը հանկարծ
Սխալ աշխատի, վատ աշխատի, մենք իրան ազատենք։ Այս բանաձևն ենք մենք ուզում։ Նայ, հիմա բանաձևը հակառակն է։ Հիմա բոլորը Նիկոլի աշխատողն են։ Բոլորը։ Այսինքն պետք է փոխել բանաձևը։ Դե այդ պարագայում ստացվում է իդեալական դեմոկրատիա, ու եթե որտեվ կոալիցիան եթե կքանդվի, վարչապետը իր ուժը կորցնում է եւ քանդվելու մեջ չի մերկաբանը։ Կոալիցիան հսկում է ամբողջ իշխանությունը, չէ՞։ Հետեւաբար իրական պարլամենտական երկրում ոնց է պարլամենտի ձեռքում է իշխանությունը։ Իսկ հիմա գործադիր իշխանության ձեռքում է եւ նա թելադրում է պարլամենտին, դատական իշխանությանը, հանրապետության նախագահին, որը հակակշռի դեր պետք է ունենար, ոչ մի, ասենք որևէ ինստիտուտ էս բան չի գործում երկրում։ Լավ, նախագահան շատ հետաքրքիր է, որ շեշտեցիք, ես ձեր ծրագիրը կարդալով տեսա, որ դուք նախագահին յուրահատուկ տեղ եք ոնց որ հատկացրել ծրագրի մեջ, այսինքն ուզում եք փոխել սելֆի անող կերպարին մշակույթի գործիչով։ Նայեք, հանրապետության նախագահի պաշտոնը Հայաստանում այն ներկայացուցչական պաշտոն է եւ գործադիր լծակներ այն չունի, սակայն այն ունի հակակշռող վերահսկող լծակներ։ Մեր սկզբունքը հետեւյալն է, որ ոչ մի ուժի կոֆե դնողը չպետք է դառնա Հայաստանի նախագահ։ Եվ պետք է նախագահ լինի մի մարդ, որը բոլոր ուժերին քննադատած ունի իր կյանքի ընթացքում, տարբեր առումներով։ Եվ ոչ մեկի մարդը չի։ Հետեւաբար իր դերում նախագահի կարող է հակակշիռ հանդիսանալ եւ փոզսպել։ Ինչը մենք չտեսանք ոչ Արմեն Սարգսյանի որոք, ոչ էլ Ես ես ասեմ Արմեն Սարգսյանը, երբ որ արդեն Սերժ Սարգսյանը չէր, ինքը այդ դերը կարող էր տանել։ Եվ որը դե տարավ քիչ, ինչ օրենքներ չէ ստորագրում, բան, այս նախագահան դա չի անում։ Նայեք, եթե համատեք Արմեն Սարգսյանին, Վահագն Խաչատուրյանի հետ տարբերությունը կա։ Բայց անգամ դա մեզ բավարար չի, որովհետև վերջին հաշվով այդ ինստիտուտը նրա համար է, որ մենք լինենք ներկայանալի արտաքին աշխարհում, չգնա ասենք Ալիևին գծնվի, այստեղ խայտարակը լինեմ էլի, ասենք, չէ։ Լինենք ներկայանալի եւ մյուս կողմից նաեւ մենք իմանանք, որ այս ինստիտուտը կայ որ օրենքը գալիս է իր սեղանին, որ ինքը պիտի ստորագրի, դա դառնա օրենք, կարդում այդ մարդը տենա էսի լավ օրենք է, վատ օրենք է, կարա վետո դնի, կարա սահմանադրական դատարան ուղարկի, ինչ անում է, ինչ բանի է, կամ դատավորի պաշտոնում մարդ պետք է նշանակի։ Ֆիկցիա է այս մարդը, դեկորացիա է։ Շատ կարևոր դեկորացիա է, որովհետև ինքը ստորագրում է այն բոլոր անօրինական որոշումները եւ ճնշումները։ Դե օրենքներ է ստորագրում, դատավորներ է նշանակում, ուրիշ գործադիր լծակներ չունի։ Դե փաստացի մեր մոտ կարևորող թևերը իրարից անկախ չեն։ Եթե դատական համակարգը մեր մոտ մի մեկ մարդու շոու է, ես կոչում եմ one man show, մեկ մարդու շոու։ Մի հատ Նիկոլա ու всё, ասենք բոլորը փորձում են լինեն Նիկոլ խոսքի, դա չի նման, այտենց բոլորն ուզում են լինեն Նիկոլ իրանց շարքը։ Ոնց համոզենք մարդկանց, որ Էդմոն Մարուկյանը լավ վարչապետ է լինելու։ Նայեք, ես որ ասում եմ պետքա մարդը իր էգոն մի կողմ դնի, ես իմ էգոն մի կողմ եմ, ես չեմ ասում ինձ ընտրեք վարչապետ։ Ես ասում եմ, որ քանի որ ես այդ գաղափար եմ առաջ բերում կոմպրոմիսային վարչապետի, առաջինը ես պետք է իմ էգոն դնեմ մի կողմ։ Ես իմ էգոն դնում եմ մի կողմ։ Ես ասում եմ մենք կմնանք պարլամենտում, որպեսզի հաշվետու դարձնենք այդ կառավարությանը, որ դա աշխատի։ Բայց նաև ասում եմ այն ուժերը, որոնք որ կանցնեն, իրենք էլ պետք է իրանց էգոները դնեն մի կողմ, որովհետև մենք կարող է այդ վարչապետը զգզվրտոցը, որ վարչապետի մասով կա, դա կարա բերի մեր համար անդառնալի հետևանքների։ Մենք պետք է դա դնենք մի կողմ, չի կարելի։ Այս հասկանում եք, կարևոր Հայաստանն է, կարևոր մեր պետությունն է, մեր ժողովուրդն է, մեր ներքին հանգստությունն է, խաղաղությունն է, նորմալ կյանք լինի, վարչապետը մեկն է, ով որ պետքա զբաղվի երկրի տնտեսական հարցերով։ Երկրի տնտեսությունը, անվտանգությունն էլ է դրա մեջ մտնում։ Բայց պարլամենտական երկրում քաղաքականությունը պետքա մշակվի պարլամենտում անվտանգության։ Հիմա մենք անվտանգության դոկտրին չունենք։ Դոկտրինը այն հին դոկտրինն է, որտեղ Թուրքիան եւ Ադրբեջանը մեր ողերի թշնամիներն են։ Հիմա իրանց գարոջությունը հակասում է անվտանգության դոկտրինին, որտեղ դոկտրինը չեն թարմացրել։ Իսկ իրենք դոկտրինը թարմացնելով նաև ուզում են թարմացնեն սահմանադրությունը հրաժարվելով։ Դե դեռևս ոչ մի աշխատանք չեն արել դոկտրինի վրա, որքան որ ես գիտեմ, ուզում են սահմանադրությունը սկզբից փոխվի։ Ենթադրում եմ։ Եվ ասում են, որ այս ընտրություններից հետո նոյեմբերին, չգիտեմ, նոյեմբերին, դեկտեմբերին մենք կանենք հանրակրվե։ Հիմա հարց, դուք ինչ գիտեք, դուք ընտրվելու եք, որ ուզում եք հանրակրվե անեք։ Ինձ թվում է այդ խոսքերով իրանք ուղղակի հանգստացնում են իրանց լավագույն գործընկեր եւ սպոնսոր Ալիևին դրա համար։
Քանի որ նախընտրական շրջան է, ես կարծում եմ, որ իրենք ամեն ինչ արել են, պայմանավորվել են, որ որևէ ցնցում չպետք է լինի, որ իրենք ընտրվեն։ Որից հետո գալու է այդ Ադրբեջանի անվերջանալի պահանջների ցանկի իրականացումը։ Գինը ուզելու են, գինը այս վագոններով, որ բաներ է գալիս, չգիտեմ, ցորեն, շաքարավազ, ես ինչ չեմ անում, այսինքն այդ ամեն ինչի գինը ուզելու են, այդ այսպես կոչված կեղծ խաղաղության, էլի։ Իսկ Ռուսաստանի ուզած գինը ի՞նչն է։ Ռուսաստանի ուզած գինը հետևյալն է, ռուսներն ասում են դուք եթե որոշում եք գնալ Եվրոպա, մենք ձեզ հետ վարվելու ենք նենց, ոնց որ Եվրոպայի հետ ենք վարվում։ Բայց այստեղ շատ կարևոր բան կա։ Եվրոպայում դուր չկա բաց մեր համար։ Որ մենք իմանանք ռուսներին զոհաբերենք, գնանք Եվրոպա, չէ՞։ Այդ դուրը փակ է։ Բա ինչա ամեն այդ հանդիպման ժամանակ գոռում է Եվրոպան մեզ ասպասում։ Հա, որովհետև ինքը այս ընթացքում տեսել է, որ կա Եվրոպա մետ ընտրող, Եվրոպա մետ ընտրողը ստեղծվել Հայաստանում, այդ ընտրողներին ուզում է ինքը տանի։ Հիմա այդ ընտրողներին տանելու համար պետք է մի քիչ ռուսների հետ լարվի, չէ՞ որ դրանց տանի։ Հիմա ռուսների հետ լարվում է, որ դրանց տանի, այդ լարման արդյունքում գյուղացու, բիբարը, ծիրանը, չգիտեմ, գիլասը, հա, փագել են չի վաճառվում։ Ես գյուղացին մտածում է, որ Եվրոպա գնալու պատճառով ինքը զոհաբերում է իր գիլասը, չէ՞։ Բայց կապ չունի Եվրոպա գնալու, Եվրոպա գնալու տեղ չկա։ Եվրոպան Գոնե իմանանք Եվրոպա են գնում, ասենք ջանդամ, գիլասը թող փչանա, բայց զատո մենք գնում ենք երբ չկա տես բան։ Եվրոպան օֆիցիալ հայտարարել է, որ չկա։ Իրա հույսը ի՞նչն է, որ ինքը հունիսի 7-ից հետո գնա Մոսկվա, ասի այ ախպերներ ջան, ի՞նչ եք ուզում։ Ասեք ես կանեմ։ Դուք ուզում եք մարդ դնեք իմ տեղը, որ ինքը անի, չէ՞։ Ես կանեմ։ Այ ես կանեմ։ Ես կանեմ։ Ու կոպիտ ասած կապիտուլացվի, այսինքն ինչ ասեն դնելու անի։ Դրա համար է շատ կարևոր, որ մենք ունենանք պարլամենտ, որտեղ հակակշիռներ կլինեն։ Դրա համար է շատ կարևոր, որ ոչ մի ուժ չհավաքի այնքան ձայն, որ ունենա բացարձակ իշխանություն, որ հաշվետու լինի մի շարք ուժերի, ոչ թե ինքը իր կուսակցությանը, ինքը իր քաղաքական թիմին։ Այս թայֆայական կառավարումը պետք է վերջ դրվի, որ իրանք իրանց թայֆով գալիս են, ասում են մենք սա մենք սենց անենք։ Մենք սենց ենք որոշել։ Մենք որոշել ենք, որ պետք է լինի մոդուլային ատոմական։ Դուք ով եք, եք որոշել, որ պետք է մի բան լինի, որը չկա։ Եվ եղած բանը փագեք։ Այ ինչ է դա ինչի մասին է։ Եղած բանը փագում են, չեղած բանը քարոզելու մոտիվով եւ ծախելով այդ չեղած product։ Բայց աշխարհում ոչ մի տեղ չկա մոդուլային ատոմակայան։ Դե իրանք ստրատեգիական որոշում են կայացրել մոդուլային ատոմակայան։ Առաջինը Հայաստանը։ Առաջինը Հայաստանը։ Դա համար կփագեն հողի վրա գործող ատոմակայանը, հետո այս երկիրը կնստացնեն թուրքական էներգա ասեղի վրա ու տենց կսարքեն մեզ ընդերից կախված բան թմրամոլ փոխաբերական իմաստով։ Ну, այսինքն Ռուսաստանը կտրում է գազը, շուկաներն է փակում մեզ համար, բացվում են այդ պարագայում թուրքական շուկան, որը ի հակառակ մեզ դիտարկում է որպես շուկա, ոչ թե որպես Ռուսաստանի ու Թուրքիայի շուկայի տարբերությունը ո՞րն է։ Թուրքական շուկան բացվում է մեր մոտ ավաճառելու իր ապրանքը։ Ռուսաստանի շուկայում մենք ենք մեր ապրանքն այնտեղ վաճառում։ Տարբերությունը սա է։ Թուրքիայի համար մի պուճուր, ասենք, ինչքան է, մեր սպառողական բանը շատ ցածր է, մենք գնողունակ չենք շատ։ Այդ փոքր շուկա է, բերել են իրենց ապրանքից դե ծախեն այդքան բան։ Ավելին իրենց ապրանքները մրցելի են մերի հետ, մեր ապրանքներին հաղթելու են, մեր շուկայում մեր հիմնարկները փակվելու են։ Մեր արտադրությունները փակվելու են։ Մեր գյուղացին սննկան։ Հա, միանշանակ, այդտեղ հանկարծ որևէ կասկած չունենաք։ Եվ վերջ, էս ալնելու, այսինքն նենց չի որ մի շուկա փակում են, ուրիշ շուկա ենք բացում։ Այն շուկան փակվում է, մեր ապրանքները չենք կարող վաճառենք, այս մեկը բացվում է, որ իրանք բերեն մեր մոտ վաճառեն։ Շնորհակալություն զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Ինձ թվում է մեր դիտորդների համար բավականին հետաքրքիր կլիներ ձեր դիրքորոշումը, իսկ ես կոչ կանեմ բոլորին հունիսի 7-ին իրանց կյանքից օգտագործել 10-15 րոպե ժամանակ եւ գնալ ընտրատեղամաս իրանց խղճի հետ միասին մտնել քվեախուց եւ քվեարկել։ Ես ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել մեր հեռուստադիտողներին, որ մեր քվեաթերթիկը համար 19-րդն է, 19-րդ քվեաթերթիկ Լուսավոր Հայաստան։ Քվեարկեք ըստ ձեր խղճի։